Ես Անի Իսրայելյանն եմ, գեղանկարիչ, նկարում եմ մանկուց, իմ առաջին ուսուցիչը եղել է Մարտիրոս Բադալյանը, կոլաժիստ, ավարտել եմ Թերլեմեզյանի անվան քոլեջը և շարունակել եմ մինչև այսօր ստեղծագործել։ Այսօր իմ առաջին ցուցադրությունն է, դե իհարկե ոչ վերջինը, թեման հայրենիքն է, այս թեմայում ես ցույց եմ տվել մեր հայկական մշակույթը անցյալ տարիներից եկող մինչև ներկա ժամանակները, փորձել եմ ինչքան հնարավոր է մեր մշակույթը առաջ բերել և ներկայացնել մեր ժողովրդին։ Նպատակս է Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնել մեր Հայաստանը, մեր հայկական մշակույթը, որպեսզի այն չկորի։ Մեծ նպատակ ունեմ, որպեսզի միշտ մեր Հայաստանը ճանաչվի ամբողջ աշխարհում որպես փոքր, բայց մեծ երկիր, հանրապետություն։ Իմ ստեղծագործություններում գերակշռում է հայրենիք և մանկության թեմաները։ Անցյալ հիշողությունները փորձել եմ հանձնել կտավին։ Հիմնական թեման մանկության բնություն, գյուղ, բերքահավաք, այդ կոլորիտի մեջ եմ փորձել ցույց տալ։ Այստեղ ունեմ կտավներ իմ մանկությունից բնության մեջ, բերքահավաք, իմ տունը։ Ծնվել և մեծացել եմ գյուղ Ողջաբերդում, Կոտայքի մարզ և տեղափոխվել եմ Սևան։ Փորձել եմ և իմ գյուղը և ներկայիս Սևանը ներկայացնել կտավներում։ Նկարչությունը ինձ համար ամեն ինչ է։ Ես առանց նկարչության չեմ կարողանում պատկերացնել ինձ։ Փոքրուց որ նկարել եմ, մայրիկս սենց ձեռքս բռնած ինձ տարել է ուսման և շնորհակալ եմ ծնողներիս, որ իրենց ներդրումը ունեցել են և չեն արգելել և իմ ցանկությունները, և իմ զգացածը, և իմ արվեստը։ Ինձ համար նկարչությունը մի ամբողջ աշխարհ է։ Կտավներում գույները և իմ հոգեվիճակն է, և իմ Հայաստանը ավելի գեղեցիկ, ավելի վառ, ավելի գունավոր ներկայացնելու համար։ Ամեն մի թուփը, միրգը, բնությունը փորձել եմ հայկական Հայաստանի թեման ներդնեմ կտավներիս մեջ։ Հայաստանը միշտ պետք է լինի վառ և այդպես էլ ես տեսնում եմ իրանց գունավոր, վառ։ Լինում է, որ վերջնարդյունքը պատկերացրած այդպես ստանում եմ, լինում է, որ ոչ, վերջում արդեն տեսնում եմ, վաու, գեղեցիկ է։ Այո, եղել է, որ նկարը նկարել եմ, վերջում ինչ-որ մի բան ավելացրել եմ, ձևափոխել եմ։ Հիմնականում էսկիզներ չեմ անում, միանգամից կտավի վրա եմ նկարում։ Երբ որ փորձում եմ ինչ-որ մի թեմա կտավին հանձնել, դա իմ մեջ կարող է մի շաբաթ, երկու շաբաթ, օրերով, ամիսներով եփվի։ Հետո նոր ես կտավին հանձնեմ։ Այստեղ ունեմ աշխատանքներ, որ տարիներով իմ մեջ եփվել է այդ նկարը, նոր ես նրան հանձնել եմ կտավին։ Ունեմ կտավ հայրենիք թեմայով, որը տարիներ իմ մեջ այսպես եփվել է և հավաքվել է, այս թեման ես հանձնել եմ կտավին, ինչպես նաև հիշողություններ կտավը, որը ևս դեռ ուսանողական տարիներից այն իմ մտքում միշտ պտտվել է, ինչպես անեմ, ինչպես տեղադրեմ կտավում և այսպես փորձել եմ այս վերջի տարիներին նրան վերջապես հանձնել կտավին։ Այստեղ ունեմ նաև աղոթք տավը, որը ստեղծվել է պատերազմից անմիջապես հետո, կնոջ աղոթքն է և հայրենիքին, և իր զավակին, և հայ ժողովրդին, իր հիշողությունները, անցյալը և ներկան։ Կտավում ինչպես ներկայացված է Հայաստանի տեսարժան վայրերից և եկեղեցիներից Ղազանչեցոցը, Կոմիտասը, այստեղ ցույց եմ տվել կնոջ աղոթքը և հիշողությունները և Հայաստանը, որ կինը իր գլխում, իր մտքում, իր սրտում պահում է այդ ամբողջ Հայաստանը և աղոթում է իր համար։ Ես ստեղծագործում եմ, ինչպես ասացի, հիմնականում հայրենիք թեմայով և շատ տարիներ արդեն իմ մտքում այսպես պտտվում է ցուցադրվել և հիմնականում հայրենիք թեմայով որոշեցի հենց այս թեմայով ներկայանալ, որովհետև բուն իմ ստեղծագործության թեման հայրենիքն է և Հայաստանում ծնված մեծացած ես, իմ մանկությունը։